Կա ժամանակ ծառայել ենք 9-րդ պաշտպանականում իրարը շարունակել ենք վարդել։ Մարմինն եմ ճանաչում, ծառայել ենք իրար հետ Հադրութում, նորից ծառայել ենք Վարդենիսի զորամաս։ Մյուս սպաներին ճանաչում եմ մեկ ամսվա ընթացքում, որ ծառայել եմ Վարդենիսում իմը։ Մինչև այդ շփում չեմ ունեցել ծառայական։ Շատ թվարկեցին նկատյալին, նրանց հետ ինչ ծառայական հարաբերություններ բարեկամական ոչ մի կերպ վերադաս ենթակա։ Դուք պաշտոններ եղել եք։ Ես պաշտոնի եմ եղել 59-700 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ։ Օգնդապետարակյանն եղել է թիկունքի ապահովման գծով տեղակալ զորամասը։ Իրարը ծառայել ենք հավասար պաշտոնի։ Լավ, իսկ մյուս մասնակիցների ուժողների ներկայացի չանրագիրներ Ոչ մեկ չեմ ճանաչում։ Չեք ճանաչում։ Ոչ մի կերպ։ Ուրեմն ձեզ ուղարկվել է ուշադրություն իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հետաքանորից պարզականությունների իրավունքների և պարտականությունները նախատեսված Հայաստանի Հանրապետության Քրեական դատարանության 50 համաձայն հրավիրում արժի իրականացնող մարմինների կանոնի փաստաբանների հրաժարվություն տալուց կամ դրամատուրգիայից հետո օժանդորեն ենթադրել է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իրավունքների կամ հերձավոր ազգականին դեմ ձեր կողմից պարտականություններ չկատարելավար մասնավորապես ցույց տալուց ապօրինի հրաժարվելու կամ ցույց տալու համար Հայաստանի Հանրապետության Քրեական դատարաններով սահմանված է քրեական պատասխանատվություն։ Դատարանը ձեզ պարզաբանել նաև, որ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության 326 մասով սահմանված է կապ, մինչև արձակագրությունները մարդորեն կատարել հետևյալ բովանդակությամբ մանրավոր հայտարարություն։ Ես նշում եմ ձեր անմազգանը, ցույց տալիս ասելու ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չհասել ճշմարտությունը։ Խնդրեմ հիմա կատարել կատարել մանրավոր հայտարարություն։ Ես Արգամ Ռադիկ Գևորգյանից ցույց տալուց ասել եմ ճշմարտությունը, որևէ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչ ինչ բացի ճշմարտությունից։ Այն ձեր իրավունքի պարտականությունների մասը որ պարզաբանվեց, այլևս մանրավոր հայտարարությունը կատարելու մասը պարզ եմ ձեզ ասել։ Պարզ է։ Այո, ձեզ դատարանի կողմից ուղարկվել է, չէ՞ շատ դեպքի։ Այո, ծանոթացել եմ։ Մոտիկացի նստերի շարժվարին, դատարանի նստերի առանձնությունը ստորագրեք, ինչ որ դες հավանականաբար։ Որը բան։ Ցույց տվեք, հայտնեք եւ բոլոր անգամանքները ինչպես ձեզ հայտնի, ինչքան հնարավոր է մանրամասն տեղեկացրեք դատարանը։ Որ դեպքը սկսվել է այդ ցուցմունքը։ Ինչ որ գիտենք, ես նորանշանակ հրամանատար եմ եղել, մոտավորապես 1 ամիս, էլ շատ եմ ասում, բայց հրդեհ եղած ժամանակ ես եղել եմ հրամանատարական կետում, որ արդեն զանգել են ինձ, ասել են Պաժարա։ Մանրամաս էլ ինչքան որ հարգել դատավոր թույլ կտակ, ես ինչքան որ պարզ կա, հիշելով, որտեղ ես խնդիր էլ ունեմ հիշողության հետ, չեմ չափազանցնում իրականությունը ինչ կա, որովհետև այդ 15 երեխեն մեր երեխեքն են, խնդիր չկա։ Զանգարել եմ հրդեհ, ազատ գյուղի կենտրոնացման շրջանում սակրավորների։ Ասել եմ ոնց հրդեհ ու ես արագացված վարդից է շարժվել եմ։ Որ վաղտից զանգել են, արդեն որ հասել եմ այստեղ, բանը MЧS-ը հասել է Պաժարին։ Սկսում են հանգցնել։ Մոտիկացել եմ ծակը, որ կար, ուրալով ինչ-որ խփել են, պատը բլվել են։ Այդ արանքից ասիմ ինչ-որ մի բան մտնեմ մեկին գոյն է փրկեմ, չստացվավ, ահավոր է։ Ոնցից արդեն սկսել եմ ես առանձնանալ զանգելա, ինձ եկել սկսել եմ ըստ վերադասության պատասխանել ինչա կատարվել իրավիճակը։ Այդ ընթացքից ես զանգարել եմ Աղաքյան գորին, արդեն Աղաքյան գորը ճանապարհին, Սայեփից դիպգալու։
ասի հրդե ար, որ ես հելել եմ ուղիղ ասֆալտ է, որ Վարդենիսից դուրս է գալի։ Այդ պաժարի բարձությունը ես տեսա, երևում էր արդեն։ Ասի Աղակյան, հետ դարի, ինչքան ադմիտ ուշիտել կա, բեր, ինչ կարան կանենք, մինչև պաժարին հասնի, բայց արդեն պաժարին հասած է եղել։ Մնացած այս զեկուստերն եմ տվեց վերադասության, ուղիղ մեկ ժամուկես հետո ըստ կառույցների բոլոր վերադասները եկել են դեպքի վայր։ Մնացած արդեն սկսին հանգցնել, ինչքան կարում են, 3 անգամ պաժարին եկելա չեն կարում հանգցնել։ Փետից էր մեջը, սա ռեյտինգով փետից է, բնակարանը փետից է, շատ դժվար էր հանգում։ Ու մնացածը սկսեցին դիագները հանել։ Ես այդ ընթացքում ուղիղ ժամուկես զեկուսներն եմ տվել, շտապետին ուղարկել եմ, որ սաղ տվյալները հանեն, ազնական ովքեր են, անուն ազգանուն, այդ ժամանակ մի զինվոր արձակուրդ է եղել, պովերը, երկար ժամանակ չի օգտվել, մենակ այդ մեր հոգին է եղել, դրան արձակուրդ ենք տվել, որովհետև համարյա մի տարի ամիս արձակուրդ չի եղել։ Հետո ասին մի 2 հոգի հանել են ճաղավանդակների արանքից, եղիշենա, որ կանել եմ արդեն ավտով, կիսավ արված դեմս հելա, որ ես էլ ասիվ արդեն այդ մեկը փրկված է։ Ես առաջացել եմ, այնտեղից հետո սկորին դերը տարել եմ։ Մնացած ես ժամուկես, մենակ զեկուստներն եմ տվել ըստ վերադասության։ Ինչ է կատարվել։ Հրդեհը արդեն պատճառել չեմ բանալ ես։ Արդեն հրդեհ եղել էր։ Արդեն կորցրածը կորցրել է։ Ոչ մեկի չկարողացանք փրկել։ Անձամբ ես այդ ծակը, որ արել եմ ուրալով, այդտեղից փորձել եմ ներս մտնեմ, չի ստացվել, վարվել են հունքերը, թարթիշները, մի կուց ասել եմ փրկեմ, մեկի կյանքը փրկեմ, չի ստացվել, որպես հրամանատար։ Այո, մնացած հարցերը Փորձենք հարցերով Այո, պատասխանատվություն արդյունք, շնորհակալություն։ Պարոն Գևորգյան, փոքր ավելի սկզբից սկսենք, նախ տվրաժ որոշությամբ կասեք, դուք զինվորական բարձր կրթություն եք։ Այո, բարձր զինվորական կրթություն։ Իսկ երբանից եք ծառայել Հայաստանապետության զինվաճյուղում։ 1995 թվականից։ Ներկայումս ծառայություն շարունակում եք։ Այո, շարունակում եմ։ Տարածքային պաշտպանության զորքերում։ Որ խնդրեմ կնշեք, երբ եք նշանակվել ԿՆ 75-930 զորամասի համատարի պաշտպան։ Ես նշանակվել եմ նոյեմբերի 3-ին, հրամանը եղել է։ Նախնիցիա ռեժիմի հետ կապված խնդիր ա եղել, դոպուսկս լրացած, Պայեստազորից եմ նշանակվել։ 2021 թվականին գնաց արձակվել եմ Պայեստազոր, Մեղրու զորամասի հրամանատարն եմ եղել։ Ամսի 3-ին հրամանս եղել է, քանի որ ես գաղտնիցիա ռեժիմի թույլտվությունը չունեմ, ներկայացել եմ դեկտեմբերի 20-ին, եթե չեմ սխալվում, թուղթը թույլատրություն եկել են, ու ես եկել եմ ընդունել եմ զորամասը։ Այսինքն փաստացի ձեր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ եք եղել 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Այո։ Շատ բարի։ Օրինակ, խնդրեմ կնշեք այդ ժամանակվա դերության, դեկտեմբերի 20-ի դերության դերս առնվազն ձեր տեղակալները ըստ ուղղությունների ովքեր են ամիսած։ Ըստ ուղղությունների, այսինքն Տեխնիկ ով էր, մարտական ով էր, հան ով էր։ ստորաբաժանումները ում են ենթարկվում։ Չէ, քան տեղակալներ եք։ 5, 6։ Խնդրեմ կթվարկեք ովքեր են եղել ու Մարտական պատերազմության գծով տեղակալը, մարտական հերթապահության գծով տեղակալը, շտաբի պետը, թիկունքի պետը, ԲՀ գծով տեղակալը։ Շատ բարի։ Եվ հրետանու գծով տեղակալը։ ով էր։ Փոխգնդապետ Աղեջյանը։ Շատ բարի։ Իսկ ինժեներային ծառայության պետք ով էր։ Ինժեներական ծառայության պետը Հովանես Գոռը։ Կազարյան Գոռը, ազգանունը շփոթում եմ։ Ահա Տիգրանը։ Տիգրանը։ Իսկ իշտը վաշտի հրամանատարը։ Այ Գոռը Վաշտին անտանը։ Ես կարճ ժամանակ եմ Շատ բարի։ Իսկ դասակի հրամանատարը գիշեք ով էր։ դասակի հրամանատարը ազգանունը։ Որ հիշեցնեք ազգանունը։ Դուք պետք է նշեք։ Ես մոռացել եմ անուն ազգանունը։ Պարոն Փողնապետ, Արգելի դատարան, ես կարճ ժամանակում, որ մի ամսվա ընթացքում հազիվ ուզեցել եմ ծանոթանում այդ դեպքը, որ եղել է։
Ես դրա համար Ան հիշում եք, Չէ։ չեք հիշում։ Որը որ հիշում եք, Այո, Եղիշեն ծառայության սպաներ։ Շատ բան, Եղիշեն ծառայության սպան։ Այ Մարլեն Սարգսյանը ինչ պարտին է զբաղեցնում։ Մարլեն Սարգսյանը ես որ եկել եմ այս զորամաս ընդունել եմ, Մարլեն Սարգսյանը կոմունալ շահագործման սպան էր ծառայության։ Մինչև այդ Մարլեն Սարգսյանը եղել է հոսպիտալում վիրահատված, խնդիր ունեցել ինչ-որ դեմքի շրջանում, գրություն է եկել է, որ նայեք ձեր հայացողության կամ զորացրեք, կամ հրամանատարն է արդեն որոշում, ես իրան խնդրել եմ, քանի որ հադրութել ենք ծառա իրար հետ, ինքը բարախիչ սպա, ասել եմ, վեր մնա ծառայենք իրար հետ։ Այդ մարդը համաձայնվել է, մի քանի օր ենք իրար հետ ծառայել, տեքը եղել է։ Շատ բարի, իսկ օրինակ 75-938 զորամասում, զորամասի հակարվային պաշտպանության ՊԿ աշխատանքների ծառայության պետով հանդիսած։ Ուրեմն ասեմ, կարա հանդիսանա ինժեներական ծառայության Չէ, պետ, չեմ ասում, ով կարա, ով է հանդիսած է, դեպքի օրվա դրություն։ ես չգիտեմ տեղյակ չեմ հասցրել դրույքային հրամանը ծանոթանամ դեռ։ Դա դրույքային հրամանով է սահմանված։ Ճիշտ այդպես է եւ Խոսեցինք դրույքային հրամանի հետ կապված պարոն Գևորգյան։ եւ դեք թույլ կտակ ասեմ, Հա, իլերումով մինչև նշանակելը հակարդեայինի դասերի են ներկայանում տվյալ սպան։ Ով որ որոշում է հրամանատար, եթե զորամասը ծառնաբեռնությունը շատ է կոմունալ շահագործման խնդիրներով, հրամանատարի որոշումը կարող քիմծառայության պետն էլ լինի։ Եթե չէ, կապշին ծառայության պետն էլ կարող լինի։ Դասերի անցնի, գա հրանգավորվի, որ այդ մարդը իմանա ինչի համար է պատասխան տալու։ Կարգը հասկացա, ուզում եի հասկանալ ով է եղել դեպքի ժամանակ, նշեցիք որ չեք հիշում։ Ես չեմ հիշում, որովհետև ես Մարլեն եկել է հոսպիտալից խնդրել եմ, թուղթ ուղարկել եմ, որ ես համաձայն եմ իր այդ ծառայում, ոչինչ առողջական խնդիր է, ինքն էլ համաձայնությունը տվել։ Մի քանի օր այդ ծառայողը ինքը արդեն եղել, ինքը 4 ամիս հոսպիտալում պարկած է, իրան վատ խնդիրներ են ասել, ես չեմ ուզում դատանում, ասեմ առողջական, մնացածը ինքը կարող բժշկական թղթերը ներկայացնել։ Իսկ ագել է որ կա դրույքային հրամանը որ նշեցիք, բացիկ չեմ հապսել ծանոթանալ, հետո ծանոթացել եք դրույքային հրամանը։ Հետո արդեն տարին փոխվել է, հունվար ամսից Նոր հրաման բացակ։ նոր դրույքային հրաման է։ Իսկ այդ տեսեք ես դրույքային հրամանը հետ կապված մի բան։ Եթե օրինակի համար դրույքային հրամանը արձակվում է օգոստոսին, դա տարվա կիսամյակի համար չէ՞ նախատեսվում։ Այո, կիսամյակի համար։ Ինքը երբ է ուժը գործում։ Ուժը կորցնում է հաջորդ տարվա մեջ։ Այսինքն Տարվա սկիզբ արդեն ուժը կորցնում է։ լավ, հիմա 2023 Այսինքն 6 ամիսը մեկ է դրույքային հրաման։ Հիմա այսպեսի մած, կարա զորամասը գործի առանց դրույքային Ոչ, զորամասը չի կարող գործի, որովհետև դա հիմք է հանդիսանում տվյալ կառույցը, որտեղ օրինակ կենտրոնացման շրջանը եղել է ազատ գյուղում, դա պիտի մեջը նշված լինի, որ դրույքային հրամանով մարդիկ այդ ծառայություն են իրականացնում, ոչ զինված կարգով։ Հիմա եթե դրույքային հրամանը արձակվում է օգոստոսին, մյուս դրույքային հրամանը արձակվում է փետրվարին։ Դուսա գալի որ հունվարի 1-ից մինչև այդ փետրվարը չկա դրույքային հրաման, թե նախորդը գործում է մինչև այդ 1-ի ուժի մեջ մտնել։ Կիսամյակով է։ Մինչև կիսամյակը մենք ունենք 1 ամիս նախապատրաստական փուլ։ Նախապատրաստական փուլում բոլոր այդ գործառույթները կազմակերպում են։ Հրամանը արձակվում է, բոլորը ծանոթանում են դրույքային հրամանով, ով ինչ գործառույթի է պատասխանատու։ Ըստ տեղակալների, ըստ ծառայության պետերի։ Լսեք ասեմ, էլի։ Ես ուզում եմ ինչ հասկանալ։ Եթե օրինակի համար սուրիկ քրական գործով շրջանառվող դրույքային հրամանը 900 դրույքային հրամանն է, որը 2022 թվականի օգոստոսին է արձակվել։ Եվ հաջորդ դեպքի օրվա դրությամբ, այսինքն 2023 թվականի օրվա դրությամբ նոր դրույքային հրաման չի եղել։ Ես ուզում եմ հասկանամ 900 հրամանը դեպքի օրվա դրությամբ գործող հրաման է եղել, թե ոչ։ Արդեն նախապատրաստական փուլն է հունվարից։ Դա հենց հրամանով։ Սկսում այն հենով գործողը մինչև նորը կազմակերպում։ Այդ եմ ասում։ Այո։ Գործում այնքան մինչև նորը։ Մինչև նորը հայտարարում են, չեղյալ են անում։ Մյուսը արդեն Ես ճիշտ հասկացա, որ դուք այդ 900 դրույքային հրամանի չեք ոչ, ծանոթացել, ես ինչ կա իսկությունն եմ ասում, հարգելի դատավորին ես պարզ ասել եմ, ես չունեմ ինչ-որ ավելի բան ասում։ Չեմ ծանոթել, չեմ հասցրել, որովհետև զորամասը ահավոր վիճակում է եղել, սաղ Վարդանից քաղաքում բացազատված։ Պայթունից հետո էլի։
Այդ պայքարի մասի որ ցույց կնշեք, իհարկե ըստ էության բարձր ինչի մասին է, բայց ուզում եմ նաև դուք նշեք ինչու է պայմանավորված եղել, որ զորամասը մի շարք տրամադրումներ այդ թվում վաշտի ինտարավները տեղակայված են եղել տարբեր, այսպես ասած, տներում, որոնք ոչ տիպային զորամասեր են։ Քանի որ երկու կետով կարող նշեմ, հակառակորդի ռմբակոծությունից հետո զորամասը շարքից դուրս է եկել, անվտանգությունը ապահով չի եղել, տվյալ խնդիրները կարող նորից կրկնվել, բայց այդ ընթացքում, այդ մեկ ամսվա ընթացքում կապշին վարչություն է եկել, իր շինարարական աշխատանքները սկսել են անել, տանիքները վերանորոգել, որ սա զորամասը նորից հետեթա իր տեղը, արդեն պլանավորած ոչ թե զորամասը երրորդ հարգում զինվորը քնի կամ երկրորդ հարգում, առաջի հարգը մնա իր պատվալայինը զինամթերքով ամեն ինչով որ ապահովել լինի։ Աշխատանքները կատարվել է, այդ ընթացքում մենք խնդրել ենք մարդկանց սեփականատերերի զորամասը տեղավորել ենք տարբեր տեղեր, բայց ես որ եկել եմ զորամասի հրամանատար, այդ վաշտը կենտրոնացման շրջանում է եղել, մինչև պայթունն է տեղը։ Ես մտել եմ այդտեղ մի անգամ ծանոթանալու զորամասը, երկրորդ անգամ նոր տարվա մտել եմ երեխեքին շնորհավոր։ Նրան աճոթի բարոյականներով ենք, այդ նշեցիք այդ դուք որ եկել եք վաշտը արդեն տեղակայված էր Ազատ գյուղում։ Իսկ տեղյակ եք երբանից է տեղակայվել ու ինչ հիմքով։ Տեղյակ չեմ եղել։ Բայց ես նշում եմ, որ մինչև պայթունն են տեղակայված եղել, որովհետև ինձ կենտրոնացման այս այո, հակառակորդի սադրանքներից հետո այդպես ասեմ, որ բարձր է։ Իսկ կազմի քանակ հիշում եք։ 21 հոգի եթե չեմ սխալվում։ Այօք ինժեներ Սակրավարյան վաշտը փաստացի ինչ տեսակի ծառայություն է իրականացրել ու ինչ դեպքի խնդիրներ են։ Ես ձեզ ասեմ, որ մեկ ամսվա ընթացքում այդ վաշտը միշտ առաջնագծում եմ, տեսես առաջնագիծն եմ սկսել առաջինը ծանոթանալ, տարբեր տեղեր լավ գործ են արել, լավ աշխատանք են արել, բարեխիղճ ծառայել են, իրանց խնդիրը կատարել են։ Ես չեմ կարող ուրիշ բան ասեմ, իմ տեսածն եմ ասում, իրոք հայրենիքի համար սուրբ գործ են արել։ Առաջնագծում ձամ մեջ էլ գործ են արել։ Այդ մեկ ամսվա ընթացքում այդքանը տեսել եմ։ Այ մարտական դիրքերից, այսպես ասած, բնակեցային տարածքից եթե որպես այսպիսի կա բնակից եւ դրա մասին կարելի է խոսել, որքան հեռավորության վրա է եղել առաջնագծումը։ Հաշվեն բնակիցը ստակ տեղը ունի։ Մոտավորապես 6 կիլոմետր 7 մոտավորապես։ Գյուղի վերջի տունն է եղել, գյուղից մինչև այդ հակառակորդի առաջնագծով են գնում 7 կիլոմետր թիկունք։ Շատ բարի։ Ու այսպիսի մի հարցս հեռավորության հետ կապված 2023 թվականի հունվարի 18-ին, 19-ին, 17-ին, 18-ին, 19-ին հակառակորդի ակտիվությունները այդ հատվածում ինչպիսին են եղել։ Ոչ, հակառակորդի ակտիվություն չի եղել։ Ես նշանակվել եմ զորամասի հրամանատար։ Մի քանի օրեր անց հակառակորդի ակտիվությունը ցույց տվեց, հակառակորդին իմ խնդիրը կատարելով պատասխանը տվել եմ, հակառակորդը լռել է մինչև չգիտեմ որ թիվը, արդեն ես խնդիրս կատարել եմ։ Չեմ թողա հակառակորդը ակտիվ մնա իմ դիմացը։ Լավ, արադարից տանը նշեցիք եղել եք, ավելի մանրամասն քիչ հասկանալ։ Մանրամասը։ Այդ տունը կասեք ինչ է, ഞാնից ներկայացնում, մատ խնդրում եմ հետևել ձեր պարոն Գևորգյան, նախ Բաքվում ինչ կար, ինչ կառույցներ կար, Երթով էսա նշեմ։ Ինչ է տեղակայված Բաքվում ու ինչպիսիններ, ինչ սենյակներից են բաղկացած ու ստեղծական։ Ինչ հիշում եմ, այն էլ ասել եմ, ես արդեն հարցը պարզ հասկացա, Բաքը մինչև մտնելը ձախ թևում տեխնիկաներն էր իրանց տեղակայված, տրակտոր եւ կամազ անվաման մեքենաները, որը կցված էր ինժեներական վաշտին, տունը մտնելուց առաջ այս մուտքը սաղ փետից եմ, ոնց են ասում, կոպիտ ասում, շուշաբանդեր ու փետից հավաքած։ Մտնում ենք ներս, իմ իշելով ձախ թևը զինանոցներ ու աչը կացարանա, այդքանը հիշում եմ այդպես։ Ու մեջի ընդհանուր ես իմ պատկերացում, որ ես տեսել եմ, ռեգեքով մեջը սալոնով հավաքած էր, որ ցորենը բանը, ռեգեքը դեմից էր խփած, հին փետից մեջը փետից հավաքած տուներ, իրանց կացարանը։ Այլակ դռները հիշեք ինչպիսին են, այլակ ամենաառաջին մուտքի դուռը հիշում եք։ Մուտքի դուռը փետից դուռը։ Որ կողմ է բաց։
Չեմ հիշում, բայց փետից ա եղել, բաց էր, ես որ մտել եմ, բաց ա եղել։ Իսկ նույն զորանոցի, նույն ննջասենյակի տեղները հիշեք ինչպիսին էին։ Չէ, հիշելով ես ոնց հիշում եմ, որ բաց ա եղել, պատկերացնում եմ, որ ոնց որ դուրել չի եղել։ Շատ բան։ Դե առաջից իրակը նշեցիք, որ նման էր Շուշաբանդի ձեր խոսքը։ Ընդհանուր մուտքը որ մտնում ենք, հաջորդի սենյակը, որից արջ ծախ։ մուտքը որ մտնում ենք վարարան։ Հարցս ավարտեմ, պարոն։ Տեսեք, մի բան ասեմ, էլի, նախ առաջինը իմ հարցերը միգուցե հանվեն, դատարանի կողմից համառակություններ եւ բացի այդ հարցը ամբողջությամբ լսեք, հետո նոր պատասխանեք եւ պատասխանեք ոչ թե ինձ, այլ դատարանին։ Հիմա խնդրում եմ նշեք, տեսեք աստիկ սենյակ կար, որտեղից զինանոցներ եւ գնում եւ ննջասենյակներ։ Այդ սենյակը խնդրում նկարեք։ Սենյակը մուտքն էր, այդ որ վարարանը դրած այն մտնում էի, արդեն այդ սենյակն էր, փետից էր ինքը Սաղաթ Կարկասը։ Լրիվ փետից ա եղել։ Իսկ ինչ կար ուժ գույքից։ Գույքի դիվանի կարա, թորոք բաներ էլ ես չեղա ավելորդ։ Իսկ ննջասենյակի կամ զինանոցի տեղները հիշում եք ինչպիսին էին։ Ես շեշտում եմ դռները չեմ հիշում, որովհետև բաց է մտել եմ, չեմ տեսել, որ մի դուռ ձեռով բաց էի մտնել։ Իսկ ննջասենյակի կահավորակը հիշում եք։ Կահավորված, այո հիշում եմ, նորմալ, մաքուր, ակուրատնի զինվորների անկողիններն էր, մեր զինվորական, իրանց մատրաստերով, ամեն չով և տաբուրետիկով։ Իսկ զինանոցը հիշում եք ինչպիսին էր։ Զինանոցը ձախթերին կահավորված հիշում։ Նրանք զինաբուրգեր կային։ Այո, փոխվում էին։ այո, այդի տեսել եմ հիշում։ Իսկ զինանոցի դուռը առասարակ փոխվում էր։ Հա, ես որովհետև բացեցին կողպեքով ռեշոտկով էր սարքած։ Այդ հիշում եմ։ Ջերուցումը վարարանով է։ Մշտապես վարանով է ջերուցում։ Դա արդեն ցուրտ եղանակ է, ես դա էլ չեմ եղել, այդ վաղ տեսել եմ վարանանով։ Օրինակ, տեսեք, այսպեսի մի բան, դուք տեղյակ եք եղել, որ վարանով է ջերուցում։ Ոչ, ես ձեզ նշեմ, ես որ նոր եկել եմ, պետք է ծանոթանալ դրույքային հրամանի մեջ նշվում է որ կետը, քանի որ պայթունից հետո խառ իրավիճակ ա եղել, կարող այդ չեն էլ արա։ Գինի որ կետում վարարան, որ կետում պլիտա։ Անձամբ էլ է նշվում։ Որտե շինություններ ա եղել հոսանք, պետք է որ հոսանքով վարարաններ են ոչ թե։ Այդ կացարը նշեցիք, որ եղել եք, որ խնդրեմ ասեք, որ ժամանակահատվածում եք եղել։ Մեկը նշեցիք նոր տարվան։ Չէ, մեկը նշում եմ նոր ծանոթանալու զորամասը, հատիկարատիկ, զորքի հետ ծանոթ առաջին սկզբից սկսել եմ առաջնագծում, մոտ համարը 10 օրից շատ ես առաջնագծում եմ աշխատել դժվար տեղանքներով, իմ համար կարևոր եղել առաջնագիծը։ Հետո նոր ծանոթացել եմ անձնակազմի, մտել թե որտեղ է տեղակայված, ընթացքից քիչ-քիչ։ Մեկ անգամ մտել եմ անձնակազմի հետ եմ ծանոթացել, նոր տարվանը մեկ է զինվորների սաղ տեղերով առաջնագծով անցել եմ, մտել եմ անցել արդեն մյուս համարը տարին թեքվում էր, ես երեխեքին շնորհավորելով, հələ չէր սկսվել նոր տարին, սաղ տեղերը մտել եմ իրանց մոտ, մինչև նոր տարի սկսելը։ Տվել եմ մի շամպանսկի ամեն ինչով, ուտելիք, միրգ, ասել եմ երեխան ձեր նոր տարին, ձեր ծնողների նոր տարի շնորհավոր ու գնացել եմ։ Այդ աղը երկրորդ անգամ մտնել ես ու բաժան։ Այսինքն այդ մի անգամն եք եղել, մեկ էլ նոր տարվան։ Բոլոր մտվներին կապ չունին շեշտեմ քանակը քանի օքի աղը, մի շամպանսկի թույլատրել եմ տվել եմ։ Ինձ հետաքրքրում է, քանի անգամ եք դուք եղել եք ծածրակ։ Երկու անգամ։ Բարձ հստակ։ Երբ որ գնացել եք այդպես վարարան տեսել եք։ Որտե՞ղ։ Վարարան։ Այո, ոչ չեմ տեսել։ Այդ վարարանը որտե՞ղ է։ Այդ որ մտնում եք Միջանսկը, այդ փետից տեղը որ հավաքած կա, ինձ է տեղը։ Իսկ այդ վարարանը կազարմի մեջ չի եղել ամենայն դեպս ճիշտ եմ։ Նախասրահում այս։ Այո, հա։ Իսկ այդ վարարանը ինչով էին վարում։ Ինչով էր օգտագործվում։ Հայտով։ Իսկ այդ վարարանը որ տեղադրված էր, վերջից տեղադրման անվտանգության կանոնները պահպանված էին, հիշում եք։ Ոչ չեմ հիշում, ես ձեզ նորից շեշտում եմ, նոր մտել էի անձնակազմը ծանոթանալու, այնքան խնդիրներ եմ ունեցել, հասել եմ այդ նոր տարի մտնեմ, որ իմ զինվորին շնորհավոր եմ ասնեմ, որ այդ խնդիրները շատ են։ Այ օրինակի համար այսպեսի մի բան, պարոն Գևորգ, այդ կացարը այնուամենայնիվ եղել եք։ Որոշեք օրինակի համար մի բան էլ շեշտեմ։ Այս կացարանը տիպային
զորամաս չէ բնականաբար, Այո։ որքանով էլ համապատասխանում են պահանջներին, որոնք առաջադրված են ըստ սահմանված կանոնագիրքերի։ Ինքը ինչ խախտումներ ուներ, ինչ անհամապատասխանություններ ուներ, կամ հակառակը ինչով էր համապատասխանում։ Ինքը որպես կացարան զորամաս տիպային, նա չի կոչվում այդպեսին, որտեղ նա կոչվում է կենտրոնացման շրջան, ինժեներական վարկի կենտրոնացման շրջան, որը յուրաքանչյուր ստորաբաժանում իր կենտրոնացման շրջանը, նրանց հետո նորից իր կիրառման շրջանը։ Այնտեղ կարա ընթացքային կարա եւ վրանային էլ ելներ կենտրոնացման շրջանը։ Ըստ խնդիրով է։ Ինչ որ մնում է զորամաս, ինքը զորամաս չի, ինքը կենտրոնացման շրջան է։ Իսկ այդ կենտրոնացման շրջանը ինչ որ օրենսդրական ակտով կամ ինչ իրավական ակտով է նախատեսվում, թե ինչպիսին պետք է լինի։ Օրինակ, ինչ դիտակետեր պետք է ունենա, ինչ կոմունալ հարմարություններ պետք է ունենա, ծառայության վերակարգի վարման ինչ պետք է ունենա, դա ինչ որ ձև նախատեսվում է։ Եվ խնդրեմ նշեք, եթե նախատեսվում է, ապա արդյոք այդ կացարանը այդ նախատեսված կարգին համապատասխանում է։ Նախատեսված կացարանը կարող եւ համապատասխանել ըստ տեղանքից ելնելով, նախատեսված կացարանի տեղը կարող եւ ջետնափոր հողի տակ ելնել։ Որպես շելերի մեջ։ Ես առաջ եմ հարցնում, եթե նշում եք, որ կա ինչ-որ ակտ, ենթադրվում է այդ ակտով կա պահանջներ։ Հիմա այդ պահանջներին ինչքանով է այդ կացարանը համապատասխանում։ Պահանջներին Օրինակ, հիմա եթե լինի վրանն էլ չէ որոշակի պահանջ։ Այո, վրանային։ Վրանի դեպքում էլ պետք է պահանջ։ Այո։ Այո, օրինակ, հիմա ստորաբաժանումը 20-ից ավելի զինծառայողներով տեղակայված է այդ կացարանում։ Այդ կացարանը ուրեմն հասկանամ, ինչքանով է համապատասխանել օրենսդրությամբ սահմանված չափանիշներին։ Այնքանով որ գիշերային կացության տեղ են ունեցել։ Այսինքն մնացած առօրյա չի համապատասխանում։ Մնացածը քանի որ տեխնիկա ունեն, տեխնիկաներով չէր համապատասխանում, տեխնիկան պետք է հասկողության տակ լինի, փակ տարածաշրջանում պետք է լինի։ Իսկ օրինակ համար երկրորդ մուտք չուները, պատանները, ճաղավանդակներով էին վստահության ավելի Չի համապատասխանում, երկու կոմանի մուտք պետք է լինի։ Այ բա ինչու անձնակազմը այլ բառի չէր տեղակայվում, որ համապատասխաներ։ Որովհետև ինքը կենտրոն շրջանում էր առաջնագծի, աջ եւ ձախ թևերի ապահովումը ինքը կարող էր էլի հասցնել։ Դրա համար Այսպիսի մի հարց ինքը կարող մի քիչ sense համապարփակել չի, ավելի լայն չի, բայց դե օրինակ կար հնարավորություն անձնակազմը տեղափոխելու այլ ավելի պատշաճ կացության վայր կամ կենտրոնացման շրջան կամ մշտական տեղակայման կենտրոն խոսքը 2023 թվականի հունվարի դրության մասին է։ Տեղակայման վայրը ես ձեզ շեշտում եմ կատարում են աշխատանքներ զորամասում վերանորոգելուց հետո անձնակազմը թալվել իր իսկական տեղը, որտեղ թվականի հունվարի դրությամբ հնարավորություն չունի։ Ոչ, հնարավորություն չկար, մարդկանց խնդրում են, որ տեղ տային զինվորը տեղը։ Մինչև զորամասը ընթացքի մեջ սկսել են։ Այդ է եղել խնդիրը։ Այ լավ, կացարանի մասին խոսեցինք, նշեցինք այսպիսի մի հարց։ Այդ կացարանում դե բացի այն որ ստորաբաժանում ինչպես նշեցինք առաջնագծում խնդիրներ կատարվել, այնուամենայնիվ այդ կացարանում պետք է վերակարգել լիներ ճիշտ է։ Այո։ Այդ տեղակեք այդ կացարանում առասարակ վերակարգի ինչպես է իրականացվել եւ վերակարգի մեջ ինչ անձնակազմ ու ինչ ստորադասության եւ ենթակայության վերադասության ստորադասության առումով ինչ անձնակազմա իրականացել վերակարգը։ Փոքր խառը ստացվեց, հարցը հետևյալն է, ով է վերակարգ կանգնել, ով է ենթակա եղել, ով է վերադասել, ովքեր են ներգրաված եղել։ Ներգրաված անազգաններով չգիտեմ, վերակարգ է զորամաս հրամանատարը, մեզ պարտավոր չէ, նույնիսկ ստորաբաժանման հրամանատար ինքը պետք է իմանա, բայց ծառայության կազմակերպման կարգը որպես կենտրոնացման շրջան, կարգը որպես գյուղի շրջանում ստորաբաժանումը կենտրոնացված արգելվում էր զենք զինամթերքով ծառայություն կազմակերպելը։ Դա որպես կանոն։ Լիցքավորում կա, լիցքաթափում կա, հերթափոխի պատահական կրակոց կա, ինչ-որ մի բնակիչի վնասել է։ Դրա համար դրանք կանել են սվին դանակով հերթապահություն է տենց են արել։ Այսինքն չէին կարող զենքով հերթապահություն անել։ Մարտական հերթապահություն այդպիսին կենտրոնացման շրջանները, որը որ բնակ վայրից հեռու է, իրանք կազմակերպում են զենքով, որը բնակության մեջ է, առանց զենքի, դա կանոնակարգված է։ Տեղեկեք ովքեր են հանդիսացել յուրաքանչյուր օրվա վերակարգում վաշտի հերթապանել։ Ոչ, ես տեղյակ չեմ։ Հերթափոխը տեղյակ։
րոպե ասավարտեմ էլի։ Այս եղել են լինում է վաշտի երթապա եւ որոշակի անձնակազմ կամ օրապաներ կամ բարեկներ, ճիշտ է։ Այո։ Այս դեպքում բարեկներն են թե օրապաներ։ Իրան կոչվում են օրապաներ, ոչ թե պարակներ։ Եթե չկա պարակային խումբ, չի կարող կոչվի պարակներ։ Այդ տեսեք, սույն դատաքննության ընթացքում արձակագրված անձինք եւ նաեւ սույն գործով ստացված տվյալների համաձայն նշված բացառում ծառայությունն իրականացվել այդ տվյալ կերպ, եղել է Ջոկատի ամանատարը, սերժանտը, որը եղել է վաշտի երթապա, եւ Ջոկատի մյուս անձնակազմը իրականացել է բարեկային ծառայություն, այդ թվում ոչ թե կացանում, այլ կացանի դրսում իր երթուղով, որ իրականացել են սարավարտով, զարահաբաճկոնով եւ անհատական տեսված զենքով, ինքնաձիգով։ Այս ինչ կասեք դες։ Թույլ տակ, եթե այդքանը եղել է, հրդեհից հետո։ Պատասխանում եմ։ Հրդեհից հետո բա զինանոցում ո՞նց է սաղ զենքերը վառված։ Եթե այդքանը տենց է եղել։ Այրված զենքերը զինանոցում են անում։ Ես դուք ռետորական հարց եք հնչեցնում իմ հարցին, բայց դա որպես այդպեսին չէ իմ հարցը։ Ես հարցնում դուք տեղյակ եք, որ նամակել այդպես ծառայություն է կազմակերպել։ Ոչ։ Իսկ տեղյակ եք ամսի 17-ից 18-ը 2023 թվականի փետրվարի ով է եղել պատասխանատու սպան, ով մնացել է կացը։ Ոչ, ես տեղյակ չեմ։ Իսկ 18-ից 19-ը տեղյակ եք ով է պատասխանատու սպան։ Տվյալ պատասխանատուների գրաֆիկը ծառայության պետն է վերահսկում եւ ստորաբաժանման հրամանատար, ես զորամասի հրամանատարը։ Հասակ դեպքի վայր այրված հեսա դեպքի վայր հասնելու տեսակ Եղիշի Ակոբյանը օրինակ վերջինս այդ ժամին ինչու էր կացել։ Ես այնքան խառն եմ եղել, ես չեմ պատկերացրել։ Չէ, առնվազն կարճ չէ որ ինքնայինով պատասխանատուները սպանելից։ Կարալ եւ ինժեներական աշխատանքից հետո գան սպաները բոլորն էլ դելն են։ Կարալ եւ այդտենց էլ։ Այ ուղղակի Եղիշի Ակոբյանը քանի անգամ է որպես պատասխանատու սպայել է կացել տեղյակ։ Տեղյակ չեմ։ Ինչ բարձր հնարավոր համարյա կանչի։ Ինչքան կարում եմ, այդքան բարձր եմ ասում։ Արգելի տենը հասկացա։ Լեսում։ Դեմ ետ։ Այսինքն Գեորգյան, ես ճիշտ հասկացա, որ փաստացի դուք այդ կացանում իրականացող վերակարգի կազմակերպման եւ ընթացքից վերաբերյալ մանրամասներ չեք իմանում։ Չէ։ Իսկ ես իհարկե չգիտեմ, ուզում իմանամ, որպես զորամասի հրամանատար արդյոք պարտավոր չեք այդ մասին իմանալ։ Ոչ ծառայության պետերով, իրանք իրաց ծառայությունը կազմակերպեն ընդհանուր զորամասի հերթապանա ենթարկվում շտաբի պետն է հրանգավորում, եթե արդեն զորամասի կառույցն է, իսկ ծառայությունները ըստ ստորաբաժանումների են։ Այլ նշեցիք, որ ինժեներասակրային վաշտը տեխնիկա է ունեցել։ Այ վաշտին ավտոտեխնիկայի ինչ ավտոտեխնիկա ամրակացված է եղել վաշտի գործում կնշեք։ Տրակտորներ ամրակացված եղել, կամազ տեխնիկա, կամազ էքսկավատոր։ Այլակ Ուրալ մեքենա ամրակացված եղել է։ Այո, ազնագազմի տեղաշարժման եղել է։ Հիշեք քանի հատ էր։ Եթե չեմ սխալվում 2 հատ։ Իսկ կամազ ունեցել է Սամասվալ, այո։ Հիշեք քանի հատ։ Կամազ եւ Ուրալ սամասվալել է ունեցել։ Սամասվալ ասելով ինչ նկատում Որ հող կրող։ Իսկ էքսկավատոր ունեցել է։ Այո, կամազ էքսկավատոր բազայի վրա։ Կնշեք այս